Անհատ բեռնափոխադրող Նարեկ Եղինյանը 17 օր Լարսի անցակետում կանգնելուց հետո այսօր վերադարձավ Հայաստան։ 20 տոննա ելակը տեղավորել էր սառնարանում անորոշ։ Չգիտի ահռելի քանակի ապրանքի ճակատագիրը կամ թե դեռ որքան կվճարի այն սառնարանում պահելու համար։ Ժպտերս ձևով դիմավորում են, ասում են «Սորիշիցը», իրանք ոնց ուզեն այտենց։ Այստեղ դուք ստուգում անցել էիք ամեն ինչ նորմալ։ Ամեն ինչ ֆիտոսանիտարիան անցել ենք, մեր ֆիտոսանիտարիան տեսել է թղթերը, ամեն ինչը, կլուբնիկի որակը, գյուղացու արտադրանքը տեսել է, բայց չէ, քաղաքական որոշումներ ուղղակի։ Արա Իսոյանն էլ մեկ շաբաթ է անցկացրել Ռուսաստանի մուտքի մոտ ու անհույս ետ բերել 20 տոննա պղպեղը։ Ասում է ռուս մասնագետներն իր Ռուսաստան հասցրած ապրանքին վերագրել են մի հիվանդություն, որով պղպեղը երբեք չի հիվանդանում։ Հայաստանում ըստ մեր տամոժներին մի սուտկա կանացել են, այդ ֆիտոսանիտարիան լրիվ դզել են, ճիշտ այլ է, սաղ տոշնի գնացել եմ ընդե, իրանք են հիվանդությունն ա գրած այդ բիբարի մեջը, որը որ այդ հիվանդություն ունի մենակ պամիդոր է։ Իսկ տարին ստայանքեր են մցրել, բոլոր ինչը պետք է անդե մուծեր ենք, ստայանքի փողով ամեն ինչով մուծեր ենք, հետո նորից մի սուտկա մնացել ենք, հետ են դարձրած։ Բեռնափոխադրողներն անհանգստացած են Ռուսաստանի օր-օրի ավելացող սահմանափակումներից։ Այսօր Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ վաղվանից նոր սահմանափակումներ են գործելու ռուսաստանյան արտահանվող եւ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Այս անգամ խոսքը հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի, չրերի ու նաեւ կորիզավոր մրգերի մասին է։ Ավելի վաղ էլի բանջարեղենի այլ տեսակներ, մի շարք ընկերությունների ձկնամթերք ու ջերմուկ հանքային ջուրներ արգելվել։ Մենք եթե ինչ-որ մի հատ վիդեո ենք գցում, ասում են, «Էս սրա մարդն է, այնի նրա մարդն է», չէ, մենք ոչ մեկի մարդը չենք։ Մենք վարորդներ ենք, ովքեր մենք որ ասում եմ չորն ու բառանք ու կրուծիմ, մի քիչ ռուսերեն ասեմ, հաց ենք աշխատում, տուն ենք պահում։ Կարելի է ուղղակի կայացնել նես քաղաքական որոշումներ, որպեսզի տնտեսությունը չտուժի։ Վարորդները շեշտում են, իրենց պահանջները քաղաքական չեն եւ անգամ խնդրում են իրենց չկապել քաղաքական պայքարի դուրս եկած որևէ ուժի հետ։ Բայց միևնույն ժամանակ նշում են, իրավիճակը շատ է սրված, լուրջ խնդիրների առաջ են կանգնել, կառավարությունից քայլեր են սպասում գոնե վարկերը սառեցնելու միջոցով։ Մարդիկ այսօր վարկ են վեկալել, տուն են գրավ դրել, ջերմոց են դրել, ծաղիկ են աճացնում, միրգ են աճացնում, բանջարեղեններ են աճացնում, բայց այսօր չգիտես ինչի տուժում ենք մենք։ Մարդիկ հույս դնելով առել են այս ֆուրերը, մեկը վարկով, մեկը գրավով, հիմա պետք է աշխատեն, որ փակեն այդ գումարները։ Էլի խնդիր չկա, եթե կանգնած ենք խնդրի առաջ կսպասենք, թող մեզ ասեն սպասենք ինչքան, բանկային թեկուզ օգնեն, արձակուրդ տան, մենք ոչ փող ենք խնդրեն, ոչ է, մենք կանգնած ենք պետության մոտ, կսպասենք ինչքան պետք։ Միշտ էլ եղել է այս խնդիրները, նենց չի, այսօր ուղղակի շատացավ։ Վրացու զեռնավոզները դատարկ գալիս են, ստայանքից դուրս են գալի, մենք սկառապորտով կանգնում ենք, նույնն էլ հակառակ կողմն է։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում հայտարարեց, թե Հայաստանից արտահանողների համար նոր շուկաներ են գտել դեպի Եվրոպա։ Ասաց արդեն որոշ բեռնափոխադրողներ ճանապարհ են ընկել, բայց երկրների անուններ չտվեց։ Մինչդեռ վերևներից հնչող այս գրավիչ հայտարարությունն այնքան էլ հույս չի տալիս հարցի լուծման սպասող բեռնափոխադրողներին։ Նարեկ Եղիյանը ցույց է տալիս իր 2018 թվականի արտադրության բեռնատարը, որ ըստ նրա Եվրոպա չի կարող հասնել, այնտեղ բոլորովին այլ պահանջներ են, մեծ հարկեր ու վճարներ, թանկարժեք ապահովագրություն։ Հայաստանից միայն մեծ ընկերությունները դրա հնարավորությունը կունենան։ Հազարավոր վարորդներ դարձյալ լուսանցքում կմնան, ասում եմ։ Մենք ուրախ ենք, որ մեր պետությունը այլընտրանքային այլ ճանապարհներ է, բայց այդ ճանապարհները ունեն հարցեր, ու այդ հարցերը շատ են։ Թող մեզ ընդունեն, մենք գան, մեր հետ խոսեն, մենք մեր հարցերը տանք, ոչ թե տենց դրսից այնքանավոր հայտարարություններով հանդես գանք։ Բացի այդ, թերահավատ են, թե Եվրոպայում սպասում են հայկական արտադրանքին։ Բխի չգտավ Եվրոպայում շուկա Վրաստանը, հետո փոշմանեց, Ռուսաստանի հետ սկսեց եղբայրական քայլեր ձեռնարկել, հա։ Իսկ մենք նոր պետք է Եվրոպա շուկա ման գանք, ինչ ենք վաճառելու այնտեղ։ Պամիդոր, Իսպանիան թողալու է մենք Եվրոպայում պամիդոր վաճառենք, Բուլղարիան թողալու է մենք բիբար վաճառենք, թե Ֆրանսիան է թողալու կայնակ վաճառենք։
Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև խոստացել է, թե կսուբսիդավորեն Ռուսաստանի սահմանափակումներից տուժած գործարարներին։ Վարորդներին դեռևս անհասկանալի է, ով է օգտվելու կառավարության այդ արտոնությունից, երբ կգործի, ինչ չափով ու որքան դա կծածկի իրենց վնասները։ Չգիտեմ այդ սուբսիդավորումը ում վրա է անդրադառնալու, ոնց է անդրադառնալու, ինչ տեսակներով է անդրադառնալու։ Չէ, ուղղակի գիտեք ոնց հարցը սուբսիդավորումը չի, հարցը տնտեսական աորտայի խնդիրը լուծելն է։ Բագրատաշենի անցակետի մոտ հավաքված վարորդներին անընդհատ վերահսկում են Տավուշի բարձրաստիճան ոստիկաններ։ Նրանց հետ զրույցներ ունենում, փորձելով կանխել հնարավոր բողոքի ակցիաները։ Այսօր միջպետական ավտոճանապարհ փակելու փորձեր արեցին նաև Բավրայի անցակետում, բայց ռուսաստանյան շուկաներից զրկված բեռնատարների վարորդների ակցիան չհաջողվեց ոստիկանների միջամտությամբ։ Այնտեղ եւս վարորդները հայտարարում են, թե բեռնափոխադրող ընկերությունները նախապատվությունը տալիս են ոչ թե Հայաստանում հաշվառված, այլ երրորդ երկրներից եկած վարորդներին։ Վերջիններս ավելի էժան են իրականացնում բեռնափոխադրումը, քանի որ հարկերից ազատված են։ Ստացվում է, հայաստանցի վարորդներն անհավասար մրցակցության առաջ են կանգնած։ Դեռ ամիսներ առաջ են այս հարցը բարձրացրել կառավարության առաջ, բայց լուծում այդպես էլ չի տրվել։ Օրինակ ես եթե բեռնափոխադրող եմ, նույն բեռը կարող եմ տեղափոխեմ օրինակ $2000, մեր երրորդ երկրի քաղաքացին նույն բեռը առանց հարկերը վճարելու, որովհետև չունի այդ պարտավորվածությունը, կարող է արտահանի երկրից $1500։ Այսինքն $500 ինքը ինձանից էժան կարա բարձի գնա, այսինքն մեր հայ լոգիստներին է ձեռա տալիս, որ $500 ավելի էժանով բեռը դուրս գա երկրից։ Մեր խնդրանքն է թող վերանայի մեր կառավարությունը, իրանք էլ վճարեն հարգեր։ Եվ ըստ այդմ այդ ամեն ինչը կդառնա վերահսկելի։ Բագրատաշենի անցակետին մոտ կիլոմետրերով շարված բեռնատարների վարորդները մի քանի րոպեով կարողացան արգելափակել երթևեկությունը։ Ասում են դեռ կմնան այստեղ գուցե նաև գիշերներով, մինչև իրենց հարցը լուծվի։ Շեշտում են որևէ պաշտոնյա հանդիպելու իրենց առաջարկները դեռ չի ընդունել։